Վաղվանից փոքր ու միջին ձեռնարկատերերը նոր թափով կշարունակեն իրենց պայքարը շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների դեմ։ Նրանք դժգոհ են Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից։ Նա առևտրականներին խորհուրդ է տվել գնալու խնդիրը քննարկել ֆինանսների նախարարի հետ։ Եթե ուզում եք չհետարկվել հարկային տերորի, չհետարկվել նվաստացումներին, Իրազեկման երթ Գյումրիում հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքից առաջ ԵՌԵԱԿ-ի տեղի ուժերի ներկայացուցիչները գյումրեցիներին կոչ են արել անտարբեր չլինել Հայաստանի ապագայի նկատմամբ եւ պայքարել երկրի ու իրենց բարեկեցության համար։ Գյումրիում մի քանի օրից կտրվի ԲԳՎ ծրագրի մեկնարկը, ֆինանսական հատկացումներ սակայն կլինեն միայն ծրագրի առաջին փուլի համար, որի շրջանակներում վկայագիր կստանա 215 ընտանիք։ Էդվարդ Նալբանդյանը վաղը կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Քննարկվող հարցերի շարքում նաև մոտակա զարգացումներն են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Առևտրականները պատասխանի ակնկալիքով հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր երրորդյա ժամկետում առաջարկել իր լուծումները։ Հավաքվածների խոսքով չնայած ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ օրենքի որոշ դրույթներ փաստացի արկախված են եւ ստուգումներ այս պահին չեն արվում, սակայն դա իրենց համար երաշխիք չէ։ Սա կարող է դառնալ գործող իշխանությունների վաթերլոն։ Ինչպես ասում են, բոլոր յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր վաթերլոն։ Թող բարի լինեն, հաշվի նստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին հերթական անգամ ընդունեց Հովիկ Աբրահամյանը։ Նկատենք, որ Աբրահամյան առևտրականներ հանդիպմանը լրատվամիջոցներին ներկա գտնվել թույլատրվեց ընդամենը մի քանի րոպե։ Տղավարի զրույց է լինելու պատճառաբանում էին վարչապետի մոտ բարձրացողները։ Հանդիպման ժամանակ առևտրականները մեկ անգամ եւս բարձրացրեցին իրենց խնդիրը։ Դեմ են նոր օրենքին, քանի որ այն վտանգում է ՓՄԾ-ների հետագա գործունեությունը։ Աբրահամյանը համակարծիք չէր։ Հիմա դուք ասում չեն տախոշում։ Մենք ասում ենք պարտավոր ենք տալու են։ Օրենքի արժեք բոլորը պիտի հավասարեն։ Հանդիպման ավարտից հետո ձևավորված պատվիրակության անդամները դրսում հավաքվածներին ներկայացրեցին որոշ մանրամասներ։ Պարզվում է Աբրահամյանի տրամադրությունից եւ դեմքի արտահայտությունից առևտրականները պարզել են, որ նա հակված է այս թնջուկը լուծել։ Հովիկ Աբրահամյանը բողոքի ակցիայի մասնակիցներին սակայն խորհուրդ էր տվել հանդիպել Գագիկ Խաչատրյանին։ Այս ամեն ինչը լուծելու համար պետք է մի հատ գլոբալ օրենսդրության մեջ էլ փոփոխություն կատարվի եւ այս եւ մաքսային։ Դրա համար պետք է լինեն քննարկումներ ասելով պետք է մի հատ ընդեղ էլ ներկայացնենք մենք ինչ խնդրեմա ռեալ։ Կառավարության ողջերած քաղաքականությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաքվածների սրտով չէր։ Նրանք հայտարարեցին, որ եթե Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումը անարդյունավետ լինի, ապա վաղվանից նոր թափով կշարունակեն իրենց պայքարը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։ Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կհանդիպի Ֆրանսիայի միջազգային զարգացման ու արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ։ Ինչպես ասվում է, Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ քննարկվող հարցերի շարքում նաև մոտակա զարգացումներն են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Բաքու եւ Երևան մայիսյան այցի ժամանակ նախագահ Ֆրանսուଆ Օլանդն առաջարկել է իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին Փարիզում հանդիպում կազմակերպել հակամարտության լուծման հնարավոր ճանապարհները քննարկելու համար։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սա կլինի նախարարներ Ֆաբիուսի ու Նալբանդյանի միջև քննարկումների թեմաներից մեկը։ Ասվում է հայտարարության մեջ։ Վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացան երկու հանդիպումներ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև։ Առաջինը կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ օգոստոսի 10-ին Սոչիում, երկրորդը սեպտեմբերի 4-ին Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ։ Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի միջնորդությամբ։
Վանաձորի հայքի հրապարակում կայացել է ոչ իշխանական 3 խմբակցությունների կազմակերպած մարզային հանրահավաքը, հնչել են տարբեր ելույթներ։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանն իր խոսքում նշել է, թե հայաստանցիներն այս անգամ չեն հիասթափվելու։ Նա նաև խոստացել է, որ երկրում սկսվելու է հեղափոխության ալիք։ Իմացեք, որ մենք երբեք ձեզ ուսախապ չենք անելու, մենք կանգնած ենք ձեր թիկունքին, մենք առաջնորդելու ենք ձեզ, բայց միայն ձեր ձայնով մենք կարող ենք հաղթել, միայն ձեր վստահությամբ մենք կարող ենք հաղթել, ուստի հոկտեմբերի 10-ին ազատության հրապարակում ձեզ հետ միասին սկսելու ենք հաղթանակի մեր հաղթարշավը։ Բավականին ծավալուն ելույթով է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Ապացուցեք, որ այս երկրի բախտը գտնվում է ձեր ձեռքում։ Համաձայն եք։ Երբ որ ցույց կտաք այդ ուժը, առաջին բանը, որ մենք բոլորս գոռալու ենք, լինելու է հետևյալը. Սերժիկ, հեռացի, Սերժիկ, հեռացի, Սերժիկ, հեռացի։ Նշենք, որ չնայած եղանակային վատ պայմաններին Վանաձորի հայքի հրապարակը մարդաշատ է եղել։ Եռյակի ներկայացուցիչները կոչ են արել հանրահավաքի մասնակիցներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև հոկտեմբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքին։ Եթե ուսում ենք չի ենթարկվել հարկային տերորի, չի ենթարկվել նվաստացումներին, ուրեմն բոլորին հրավիրում ենք դատերական հրապարակ։ Գյումրիում հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ Եռյակի Հայ ազգային կոնգրեսի Բարգավաճ Հայաստանի ու Ժառանգության Գյումրիի տարածքային կառույցների անդամներն այսօր անցկացրեցին իրազեկման երթ։ Այն մեկնարկեց Գյումրու Անի թաղամասից։ Երթի մասնակիցները Հայաստանի դրոշներով ու ցուցապաստառներով ոտքով քայլեցին քաղաքի կենտրոնական փողոցներով, հանրահավաքի հրավիրելով Գյումրու բնակչությանը։ Բաժանվեցին նաև իրազեկման թերթիկներ։ Գաք Գյումրի դատերական հրապարակ, ձեր վճռական ոճը ասելու, ձեր Սարգսյանին իրեն տալու հանրապետական կուսակցությամբ հանդեպ։ Երթի մասնակիցները կոչ էին անում հատկապես երիտասարդությանը, ուսանողներին անտարբեր չլինել Հայաստանի ապագայի նկատմամբ և պայքարել երկրի ու իրենց բարեկեցության համար։ Հիշեցնենք, որ Գյումրիում ոչ իշխանական եռյակի հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 8-ին, որին կհաջորդի համապետական հանրահավաքն Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին։ Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 445 ընտանիքների բնակապահովման հարցն ինչպես հայտնի է լուծվելու է ԲԳՎ ծրագրով։ Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկում է եւ այդ նպատակին կուղղվի 1.5 միլիարդ դրամ գումար։ Նշված գումարով Գյումրիում բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենա 215 ընտանիք։ Ծրագրով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի վստահեցմամբ վկայագրերը կբաշխվեն ըստ անօթևանության հերթացուցակի։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ ճիշտ է իրականացվում են, սակայն ծրագրի մեկնարկը Գյումրիում կտրվի մի քանի օրից, երբ ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը։ Ըստ մարզպետարանի պաշտոնյայի ԲԳՎ ծրագրի երկրորդ փուլը սակայն այս տարի չի մեկնարկի։ Ֆինանսական հատկացումներ լինելու են միայն առաջին փուլի համար։ Վկայագրում 1 քառակուսի մետրի համար սահմանված արժեքը կազմում է 109,000 դրամ։ Այն որոշվել է կադաստրի կողմից իրականացված հաշվարկների արդյունքում։ Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի 2013 թվականի նախընտրական ծրագրի համաձայն անօթևանության հարցը Գյումրիում լուծվելու էր նույն տարում բնակարանաշինության ծրագրով, այնինչ ֆինանսավորում չեղավ։ Այս տարի որպես բնակապահովման օպտիմալ տարբերակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընտրեց ԲԳՎ ծրագիրը եւ այն ներկայացվեց որպես անօթևան ընտանիքների գերակշիռ մասի ցանկություն։ Գյումրիում մեծ շուկով նշվեց Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի հիմնադրման 40-ամյակը։ Միջոցառմանը ներկա են մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքի մշակութասեր հասարակությունն ու օտարերկրյա հյուրեր։ Ելույթով նախ հանդես եկավ ու շերամցիներին շնորհավորեց մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը։ 77 թվականին մենք որոշեցինք այս գողտրիկ դպրոցը
Խրիմյան հայրիկի տղայոց դպրոցը, որը հետագայում դպարան էր եղել նաև, կոչել Գուսան Շերամյանունով։ Սա պատահական չէր, ինչու, որտեղ ժողովրդական նվագարանները գերակշռում են այս դպրոցում։ Եվ հետո վերջին հարցով սա լենինականն էր, այսօրվա Գյումրին կամ նախկին Ալեկպոլը, որը շահառված էր աշխուհական երկի մեջ, որը ցարին նամակ էր գրում, որ պիտի այս քաղաքում համքարություն բանալ, աշխուհական համքարություն, ռուսաց ցարը զարմացել էր, որ կոշկակարների, դերձակների համքարություն լսել եմ, բայց աշխուհական համքարությունը ո՞րն է։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց թիվ 5 երաժշտական դպրոցի 40 տարիների գործունեությունը, ովքեր են այստեղ ստացել երաժշտական կրթություն, ինչ նվաճումների են հասել եւ ինչ դեր ու նշանակություն ունի քաղաքում մշակութային այս կառույցը։ Տարբեր ելույթներով ու կատարումներով հանդես եկան ինչպես երաժշտական դպրոցի ներկա ու նախկին սաներն, այնպես էլ շնորհավորելու եկած երաժշտական այլ խմբեր։ Իրենց աշխատանքում աչքի ընկած դպրոցի վաստակաշատ մանկավարժներն ու տնօրենը հատուկ ուշադրության արժանացան։ Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ ու նվերներ։ Դաղստանի Կիրովալ գյուղում զինված բախումների արդյունքում զոհվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից, սպանվել 1 զինյալ։ Ճշգրտված տվյալներով իրավապահները շրջայցեր եւ անձնագրային ռեժիմի ստուգումներ են իրականացրել։ Այս մասին հայտարարել են տեղի լրատվական գործակալությունները հղում կատարելով երկրի իրավապահ մարմիններին։ Ներկայում պարզաբանվում են իրադրության մանրամասները։ Նշենք, որ Դաղստանը հանդիսանում է հյուսիսային Կովկասի առավել լարված շրջաններից մեկը եւ զինյալների հետ բախումները մեծամասամբ հենց այդտեղ են տեղ ունենում։ Նաեւ այդտեղ են տանում վերջին շրջանում հյուսիսային Կովկասում եւ Ռուսաստանում կատարվող բազմաթիվ ահաբեկչական ակտերի հետքերը։ Չեչնիայի մայրաքաղաքում տեղ ունեցած պայթունի հետևանքով 5 ոստիկան է զոհվել, եւս 12 մարդ տուժել է։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստան Դաշնության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Գրոզնիի կենտրոնում քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ պայթուն էր տեղ ունեցել։ Պայթունի հեղինակը երիտասարդ տղամարդ էր, որին մետաղորսից սարքի մոտ փորձել են ստուգել ոստիկանները։ Ենթադրյալ կասկածյալի անձը հաստատված է։ Նա քաղաքի 19-ամյա բնակիչ Աբդի Մուդարովն է։ Ճապոնական Օկինավա կղզում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի աշխատակիցը զոհվել է Թանֆոն թայֆունի հետևանքով, եւս 2 ամերիկացի զինվորականներ համարվում են անհետ կորած։ Ավելի ուշ նրանցից մեկը մահացած էր գտնվել։ Հաղորդվում է նաեւ, որ Ճապոնիայում ավելի քան 420 չվերթներ չեղյալ են հայտարարվել, հազարավոր մարդկանց տարհանել են։ Իրաքի տարածքում գործող ծայրահեղական խմբավորման գրոհայինները հրապարակավ սպանել են 6 իրաքցի զինվորի, այս մասին հաղորդում են տեղի լրատվական գործակալությունները։ Մահապատիժն իրականացվել է Հիդ քաղաքում, որը գտնվում է Բաղդադից 140 կիլոմետր դեպի արևմուտք։ Այնուհետև գրոհայինները ռմբակոծել են նաև քաղաքի ոստիկանական տեղամասը։ Թուրքիայի իշխանությունները տարհանել են Սիրիայի հետ սահմանամերձ Շանլի-Ուրֆա նահանգի 3 գյուղերի բնակիչներին նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Կիրակի օրը ականանետային արկն ընկել է Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Թուրքիայի Սուրուջ քաղաքի բնակելի տան վրա։ Նվազագույնը 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, նրանց թվում 5-ամյա երեխա։ Թուրքական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ արկը բաց է թողնվել Սիրիայի տարածքից Կոբանի քաղաքի շրջանում իսլամական պետության զինյալների հետ քուրդ աշխարհազորականների բախումների ընթացքում։ Արդեն 2 շաբաթ է քաղաքը շրջափակման մեջ է գտնվում Կոբանիի վրա վերահսկողություն հաստատելու համար թեժ մարտեր են ընթանում։ Կիրակի օրը ջիհադիստները շարունակել են գնդակոծել այս բնակավայրը ծանր հրետանոց։ Կոբանիի համար մարտերի սկզբից մինչ օրս ավելի քան 160,000 քրդեր փախուստի են դիմել հարևան Թուրքիա։ Այսօր Չինաստանի վարչական հատուկ շրջանում Հոնկոնգում աշխատանքներն է վերսկսել կառավարական համալիրը, որը շրջափակման մեջ էր ցուցարարների կողմից։ Վերջիներս մի քանի օր շարունակ Չինաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում էին չմիջամտել 2017 թվականին վարչական շրջանի ղեկավարի ընտրություններին։ 2 օր առաջ շրջանի իշխանությունները սպառնացել էին, որ լուրջ միջոցներ կձեռնարկեն, եթե կառավարական համալիրը շարունակի արգելափակված մնալ։ Այդուհանդերձ մի քանի 100 ցուցարարներ շարունակում են իրենց նստացույցը Հոնկոնգի կենտրոնում։
Երեկ Բրազիլիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, սակայն նախագահ չի ընտրվել։ Հոկտեմբերի 26-ին կկայանա երկրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է տեղի լրատվամիջոցները։ Քվեաթերթիկների գրեթե 100%-ի հաշվարկից հետո առաջատարը գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է, ով ստացել է քվեարկողների ձայների ավելի քան 41%-ը։ Նրա հիմնական մրցակից սոցիալ-դեմոկրատ ASU Նևիսը ստացել է ձայների 34.2%-ը։ Վերջինս կոչ է արել երկրի հիմնական ուժերին միավորվել երկրորդ փուլից առաջ։ Իսկ Բուլղարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր պահպանողական քաղաքացիները խանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությունը։ Ընդհանուր առմամբ Բուլղարիայի օրենսդիր մարմնում կլինի 8 խմբակցություն, որոնք կներկայացնեն 8 կուսակցություն եւ դաշին։ Հաղթած կուսակցության օգտին, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը, քվեարկել է ընտրողների 33.6%-ը։ Երկրորդ տեղում Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունն է 16.1%-ով։ Բոյկո Բորիսովն արդեն հայտարարել է իշխող կոալիցիա ձևավորելու